Վիգեն Սարգսյանը հենց այս մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ես եմ եւ պատիվ ունեմ ծրագրերը քննարկել է ազգային ժողովի 4 խմբակցություններում եւ բոլոր քաղաքական ուժերից ունի դրական արձագանքներ։ Մինչեւ պաշտպանության նախարարը ազգբանակ կոնցեպտի այս բաղադրիչները քննարկում էր խորհրդարանում, մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ես եմ եւ պատիվ ունեմ ծրագրերը քննարկում էր Տավուշում, Շիրակում, Սյունիքում, Լոռիում ու Վայոց ձորում։ Հայաստանի բոլոր մարզերում անցկացվող այս համայնքային քննարկումների առաջին շաբաթը ցույց տվեց այլընտրանքային ծառայության այս երկու առաջարկները ընդունելի են պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ։ Ինչպես են անցել քննարկումները, ներկայացնում է Մանու Իրիցյանը։ Տավուշից մինչև Շիրակ, Սյունիքից մինչև Լոռի ու Վայոց ձոր քննարկման թեման նույնն է հայկական բանակը։ Երևի 1 ժամով էր, որ ասենք քննարկելու եկեք մնանք, երևի հիմա կմնանք։ 1.5 ժամ անդադար ու բուռն քննարկում, 4 սցենար ու բանակի 4 մոդել։ Կուրսանտից մինչև տնային տնտեսուհի, ազատամարտիկ, զորացրված ու ապագա զինակոչիկ։ Հայաստանի մարզերում քննարկում են հայկական բանակի ապագան։ Ենթադրենք եկել է ձեր տղայի զորակոչային տարիքը։ 3 տարի 5 միլիոն։ 4 գույն ու բանակի 4 մոդելներ աշխարհում արդեն փորձված ու կիրառվող բանակային 4 տարբերակները նախ ներկայացնում են մոդերատորները, հետո սկսվում է քննարկումը։ Առաջին սցենար, սա բանակի այն մոդելն է, որն այսօր ունի Հայաստանը 2 տարի պարտադիր զորակոչ, ազգային մոբիլիզացիա վտանգի դեպքում։ Երկրորդ սցենարը, զարկ պրոֆեսիոնալ բանակին, որտեղ ծառայում են պրոֆեսիոնալ զինվորներ ու դրա համար վճարվում։ Երրորդ սցենար, պատիվ ունեմ եւ ես եմ, բանակի այլընտրանքային 2 մոդել, որն այսօր առաջարկում է պաշտպանության նախարարությունը։ Չորրորդ սցենար, պարտավոր ենք բոլորս, սա բանակի շվեյցարական մոդելն է, երբ անկախ զորակոչային տարիքից մինչև 45 տարեկան պահեստազորի բոլոր քաղաքացիները 3 տարին մեկ անգամ 1 ամսով զորակոչվում են բանակ։ Որակական հետազոտության այսպես կոչված Town Hall քննարկման ֆորմատն արդեն 1 շաբաթ մարզից մարզ է տեղափոխվում ու դառնում քննարկումների թեմա։ Կարևոր է ամեն մի կարծիքը։ Ինչ ասում են իրականությունից են ասում։ Իրենց լսելը ավելի հետաքրքիր է։ Մենք իրենց վրա ուղղակի այդպես ասած հարցն ենք դնում սեղանին, որից հետո իրենք սկսում են իրար հետ խոսել, չեմ ասում վիճել, բայց փորձել մեկը մյուսին համոզել, հակադրվել։ Քննարկումը նոր է սկսվել, էկրանին արդեն հայտնվում են առաջին արձագանքները եւ այսպես 1 ժամ անդադար։ Ռեալ ժամանակում էկրանին երևում են այն բոլոր մտահոգությունները, տեսակետներն ու առաջարկները, որ անում են քննարկման մասնակիցները։ Մարդկանց մեծամասնությունը չի մտորել այս ծրագրի շուրջ, բայց ասեմ, որ մի մասը իրոք ասում է, որ իրոք օրինակ առաջնագիծ կգնան եւ կծառայեն, այսպես թե այնպես շատերը գնում են ավելի պայմաններով գնան, այսինքն այդ կարծիքը օրինակ շատ հնչեց։ Ծափերն ամենաակտիվ մարզի պատվին են սահմանամերձ Վայոց ձորում 1 ժամում 222 կարծիք ու տեսակետ է հավաքվում։ Տավուշում 1 ժամում էկրանին հայտնվեց մոտ 200 կարծիք։ Գյումրիում նույնպես ակտիվ են 205 տեսակետ, Կապանում գերակտիվ 260-ից ավելի։ Սահմանամերձ բնակավայրում ենք, որտեղ անվտանգության խնդիրները ավելի սուր էին դրված, եւ կարծես թե պահանջներն քաղաքացիների մի քիչ ավելի այլ դրսևորումներ ունեին։ Իհարկե, այնտեղ ավելի շատ մտածում էին բանակի պրոֆեսիոնալ զարգացման հնարավորությունների մասին։ Քաղաքագետի համար այս քննարկումները զուտ մասնագիտական փորձ չեն, ապագա 2 զինվորների հայրն ինքն էլ է մտորում, ինչպիսի բանակում կուզեր ծառայեին իր որդիները։ Մի բանակում, որտեղ կա էլիտա հասկացությունը եւ որտեղ սպաները զուտ ծառայություն իրականացնող չեն, այլ մարդիկ են, ովքեր հարգված են հասարակության կողմից, առաջարկված ծրագիրների նախարարի կողմից, ինչ որ չափով այս խնդիրները լուծում են։ Ամենաակտիվը հենց ապագա զորակոչիկներն են, ոգևորված են, խոստացել են, որ իրենց կարծիքը կհասնի անձամբ պաշտպանության նախարարին։ Մարզային այս քննարկումների գլխավոր նպատակը հենց ես եմ ու պատիվ ունեմ ծրագրերի մշակումն է, ոչ մի կարծիք համակարգչում չի մնա։ Իմ նախապատվությունը կդա երկրորդ տարբերակին, զաշտան պրոֆեսիոնալ բանակ։ Մենք որոշեցինք, որ ամենահարմար սցենարը դա 4-րդն էր, քանի որ պետք է բոլորը պարտադիր ծառայեն։ Ի տարբերություն կուրսանտ աղջիկների ու դեռ չծառայած կամ ժամկետային ծառայությունից ազատվածների, ապագա զորակոչիկներն ավելի երկար են մտածում ընտրություն անելուց առաջ։ Ի վերջո ընտրում են ընտրության հնարավորությունը, երբ առաջարկող մոդելներ ունեն այլընտրանք։ Կընտրենք
երրորդ տարբերակի, պատիվ ունեմ տարբերակը, որովհետև ցանկանում ենք շարունակել բուհում մեր կրթությունը։ Մոդելները 4-ն են, բայց քննարկման կուլմինացիան բանակի 1 մոդելի ընտրությունն է, սկսվում է քվեարկությունը։ Մի քանի րոպեից պարզ կլինի, թե որ մարզում բանակի որ մոդելն են ընտրում։ Հայրենասիրական պորտվում գյումրեցի երիտասարդներից նրանց համար, ովքեր դեռ չեն կատարել իրենց ընտրությունը, ծառայության որ տարբերակներ ընտրեն, ապագա զինվորները հիշեցնում են նպատակը նույնն է՝ ուժեղ զինվոր ու բանակ ունենալը։ Պատիվ ունեմ եւ ես եմ այլընտրանքները 47 հոգի են կողմի եղել։ Սա դեռ միայն հանրային փոքրիկ սոցհարցում է, բայց մարզային քննարկումները ցույց են տալիս, որ Պաշտպանության նախարարի առաջարկած այլընտրանքային ծառայության 2 մոդելները «Ես եմ ու պատիվ ունեմ» նախագծերը ստանում են ամենաշատ ձայները, երբ զորակոչիկներն ունեն ընտրություն ծառայել գործող համակարգով, թե ընտրել այս 2 մոդելներից մեկը։ Պատիվ ունեմ, սովորելով բուհում զորակոչիկը 2-րդ կուրսից 2 տարի ամեն շաբաթ անցնում է զինվորական պատրաստության դասընթաց։ Բակալավրին զուգահեռ ուսանողը ստանում է սպայական կոչում ու 3 տարի ծառայում առաջնագծում, ամսական ստանալով 260,000 դրամ ու ծառայելով որպես սպա։ ԵՍՄ ժամկետային պայմանագրային այլընտրանք է, ծառայությունը տևում է 3 տարի։ Զինծառայողը մարտական դիրքերում անցկացնում է 2 շաբաթ, զորամասում 1, արձակուրդում տանը նորից 1 շաբաթ։ Ծառայության վերջում ստանում է 5 միլիոն դրամ, ուսման, բիզնեսի կամ բնակարան գնելու համար։ Ամեն մի մարզում հնչած, ամեն մի կարծիք խնամքով հավաքվեց, դրանք բոլորը մեկ առ մեկ կկարդա Պաշտպանության նախարարը։ Ես եմ ու պատիվ ունեմ ծառայության այլընտրանքային 2 նախագծերի նախնական տարբերակը վերջնական կդառնա միայն այս կարծիքները հաշվի առնելով ու փոփոխություն կատարելուց հետո։ Մանուիլյան, Ալբերտ Գալստյան, Post Factum։